Ջերմ ողջույն արգելի հետևորդներ, այսօր հիանալի մի ապուր ենք պատրաստելու, որը իր մեջ ներառում է բազմաթիվ բանջարեղեն, ինչպես նաև հավի միս։ Առաջարկում եմ արագ անցնել գործի։ Այսպիսով, մեզ այսօր անհրաժեշտ է հավի միս, կարող եք վերցնել միայն հավի կրծքամիս, սակայն կարծում եմ ամբողջական հավը էլ ավելի համեղ կստացվի։ Կես հատ հավ եմ վերցրել, այստեղ մոտ 5-6 կտոր է, որ կտորը ուզեք կարող եք իհարկե կիրառել։ Մեզ անհրաժեշտ է լինելու բանջարեղենից այսպիսի բամյա եմ վերցրել, փոքր մատղաշ, շատ մեծը մեզ անհրաժեշտ չէ, մոտ 10-12 հատ եմ վերցրել, ամեն ինչից քիչ-քիչ, լոբիկ օգտագործենք այսօր, լվացել եմ, բաժանել եմ այսպիսի կտորների, նաև իհարկե կարտոֆիլ, պղպեղ, գազար, կտրատված է արդեն, ծաղկակաղամբ 2-3 կտոր այսպիսի կմարասնենք էլ ավելի մանր ընթացքում, սոխ, խառը կանաչի, տոմատի մածուկ, որը բացելու ենք ջրով և կարագ ու բուսայուղ։ Այսպիսով սկսենք բամյայից, արագ խոսեմ, պոչի հատվածը հեռացնում ենք, մի փոքր կարող ենք թողնել կամ կարող ենք պարզապես այսպես կտրել և հեռացնել ամբողջական պոչի հատվածը։ Դե ինչ, հիմա կտրատենք պղպեղը, ազատվենք սերմերից, ամբողջությամբ չենք օգտագործի, ես հիմա կեսը կիրառեմ, կբաժանեմ այսպիսի կտորների կիսալուսնաձև։ Կարտոֆիլը վերցրել եմ մանր, թողնելու եմ հենց այսպես, եթե խոշորը կա, ես տեսնում եմ, որ կա մեկ հատը, խոշորը մենք հիմա կկիսենք երկու մասի, բայց առհասարակ գերադասում եմ այս չափսի կարտոֆիլ վերցնել և այսօր չբաժանել կտորների, քանի որ այսպես էլ ավելի գեղեցիկ կստացվի ապուրը, կարծում եմ կհամաձայնվեք։ Ծաղկակաղամբը փոքր կտորների կբաժանենք, այսպիսի մոտավորապես, այսպես։ Կծու պղպեղից օգտագործելու եմ, կարող եք չօգտագործել, բայց կարծում եմ էլ ավելի կգեղեցկացնի, էլ ավելի համեղ կդարձնի ապուրը, կօգտագործենք ընդամենը 1-2 այսպիսի կտոր, այնպես ենք անում, որ սերմերը որևէ դեպքում չընկնեն ապուրի մեջ, սրանց մասին է խոսքը, քանի որ շատ կծու կստացվի այդ դեպքում, այսպես լրիվ նորմալ է։ Ես հիմա ևս կմանրացնեմ, այսպես երկու մասի կբաժանենք և վերջ։ Չվերաբերում է սոխին, կկտրատենք այսօր կիսալուսնաձև։ Ամեն բան կտրատված է, համեմը, այսինքն խառը կանաչին մենք կմանրացնենք և կավելացնենք արդեն ամենավերջում։ Հիմա մոտենանք կրակին և պատրաստենք արդեն ապուրը կրակի մոտ։ Դե ինչ, ասեմ, որ ես իմ ոճով եմ պատրաստելու այսօր իմ ձևով, գիտեն իմ հետևորդները, թե դա ոնց է լինում, հիմա կկրկնենք ևս մեկ անգամ, կմիացնենք կրակը նախ և առաջ և կավելացնենք միանգամից բուսայուղը և կարագ։ Առաջնահերթ կտապակենք հավի միսը, թեթևակի կարմրացնելով բոլոր կողմերից, դեռ ինչպես նկատում եք չեմ համեմել, այդպես էլ պետք է լինի, նախորդ կարող ենք իհարկե անել, բայց այսպես եմ ես գերադասում այսօր աշխատել և նախնական պարզապես բարձր կրակի ներքո, բարձր կրակի տակ կարմրեցնում ենք, այսինքն ժողովրդի լեզվով ասած ժարիտ ենք անում բոլոր կողմերից։ Այսպես ընթացքում կավելացնենք համեմունքները, որոնց մասին ես նախորդ չխոսեցի, կրակը լավ բարձրացնում ենք և սպասում ենք յուղի, բուսայուղի և կարագի կարմրելուն և տաքանալուն։ Կամ դրա փոխարեն կարող եք սպասել մինչև տաքանար բուսայուղը, նոր ավելացնել մսի կտորները, մոտ 1 րոպե տապակվելուց հետո ավելացնում ենք մի կողմի վրա աղ, այսպես,
Եվ կավելացնենք միանգամից մնացած բոլոր համեմունքները, այսօր օգտագործելու ենք ինչպես եւ շատ հաճախակի խմելի սունելի, կարմիր քաղցր պղպեղ եւ սև պղպեղ։ Եթե կծու է, շատ քիչ ենք ավելացնում, քանի որ կծու օգտագործելու ենք արդեն, շատ պետք չէ։ Մաշրջում ենք մյուս կողմի վրա եւ եւս 1-2 րոպե այսպես կտապակենք, մյուս կողմից էլ թող մի փոքր եփվի, այդ հետո կարող ենք արդեն ավելացնել սոխը։ Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչի ես համեմունքները ավելացրեցի հենց այս փուլում, այլ ոչ թե վերջում, քանի որ ասել եմ բազմիցս, սա իմ ոճն է, իմ աշխատելու ոճն է եւ համեմունքները տաք բուսայողի մեջ կամ տաք յուղի մեջ տալիս են իրենց մաքսիմալ համը եւ բույրը։ Այնպես որ դուք էլ պետք է այդպես անեք, եթե ուզում եք ստանալ համեղագույն ապուր կամ համեղագույն որևէ ուտեստ։ Վերջ։ Հիմա ավելացնում ենք այստեղ պղպեղները, բոլոր տեսակի պղպեղները, կանաչը եւ կծուն։ Եվս 1-2 րոպե կտապակենք թեթևակի կարմրեցնելով պղպեղները եւ անընդհատ կամ պարբերաբար այսպես խառնելով։ Եկեք միանգամից ավելացնենք ծաղկակաղամբը եւ գազարը։ Հենց այս փուլում խառնենք եւ շարունակենք տապակելը։ Եվս 2 րոպե անց ավելացնում ենք ուրեմն լոբին, կանաչ լոբին եւ բամյան, շատ թեթև 1 րոպեի չափով ոչ ավել կտապակենք միասին եւ այդ ընթացքում կբացենք արդեն տոմատի մածուկը ջրով, քանի որ ավելացնելու ժամանակն է։ Ավելացրեցինք ջուրը, խառնում ենք, բացում ենք տոմատի մածուկը եւ ավելացնում։ Կարտոֆիլը այս փուլում չենք ավելացնում, այլ նկատի ունեմ տապակվելու ժամանակահատվածում չենք ավելացնում, այլ մի փոքր ավելի ուշ։ Ավելացնում ենք այսպես եւ միանգամից այ հիմա արդեն, երբ տապակվելու պրոցեսը ավարտվեց, կլցնենք կարտոֆիլները։ Հատ-հատ գեղեցիկ կդասավորենք, այսպես։ Եվ կավելացնենք արդեն ջուրը, որքան որ մեզ անհրաժեշտ է այսօր թանձր ապուր եմ պատրաստելու, այնպես որ մոտ 1.5 լիտր, ոչ ավել։ Ահա, հիմա մի փոքր կավելացնեմ եւ լրիվ բավական է։ Այսպես, վերջ, այնքան որ գրեթե կարտոֆիլները լինեն ծածկված եւ մեզ մնացել է, ինչպես ես մշտապես նշում եմ, լուծել աղի խնդիրը եւ կավելացնենք 1 ոչ լիքը ճաշի գթալ աղ, նույնիսկ կես ճաշի գթալ եւ եթե լինի անհրաժեշտություն, ավելացնում ենք էլի։ Այսքան։ Մեկ անգամ խառնենք, կրակը կիչեցնենք միջինի եւ թողնենք, որ հանգիստ ապուրը եփվի, թանձրանա եւ վայելենք արդեն վերջում մոտավորապես 40-50 րոպե անց կախված է կարտոֆիլի եփված լինելու աստիճանից։ Մոտավորապես 40-50 րոպե կրկնում եմ։ Դե ինչ հարգելի հետևորդներ, բավականաչափ թանձրացել է ապուրը, պատրաստ է արդեն կարտոֆիլը, աղը տեղում է, տեղին է, ավելի ստույգ, ամեն բան այնպես է ստացվել, ինչպես ես կցանկանայի, տեսեք որքան գեղեցիկ է եւ հավատացեք անչափ համեղ։ Մեզ մնացել է ավելացնել այստեղ կտրատված կանաչին
և մոտավորապես 10 վայրկյանից անջատել ու վայելել։ Այստեղ ինձ մոտ համեմ է, սամիթը մի փոքր մաղադանոց կարող եք ավելացնել և կտրատված ռեան։ Վերջ խառնում ենք և կարող ենք արդեն անջատել։ Ասեմ, որ միանգամից ցանկալի չէ մատուցելը, գոնե մի 10 րոպե թողնում ենք այսպես փակ կափարիչով, որ մնա, էլ ավելի թանձրանա, էլ ավելի համեղանա, որից հետո կարող ենք արդեն մատուցել սեղանին և վայելել։ Դե ինչ, այսօրվա համար էլ այսքանը, անչափ համեղ ապուրը պատրաստ է, փորձեք հենց նույն ձևով, ինչպես բացատրեցի և պատրաստեցի ես, և միանշանակ գոհ եք մնալու, դա ես ձեզ խոստանում։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, շնորհակալություն և մինչ նոր հանդիպում։